Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մեր զրուցակից այսօր ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Ասլանյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ասլանյան, մի փոքր հետ գնանք, խոսենք հուլիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներից, արդեն այսօր ընտրական հանձնաժողովը կենտրոնական մանդատները վերջնական ՍԴ-ն իր որոշումը արդեն կայացրել է։ Այստեղ խնդիր այն է, որ երկու կողմն էլ իշխանություն ու ընդդիմություն վիճարկում են ընտրության արդյունքները, մեկը ասում է, որ ընտրակաշարք է բաժանվել, մյուսը ասում է, որ կեղծիքներ են եղել, ընտրության արդյունքները կեղծվել են, բայց փաստորեն երկու կողմն էլ այսպես վերցնում են մանդատները եւ գնում են խորհրդարան։ Հիմա հասկանանք ընտրության արդյունքները արտացոլում է ժողովրդի այսպես պատկերացումները, կամքը եւ եթե մասնակից կողմերը դժգոհ են, ոնց է ստացվում, որ դժգոհ լինելով ընդունում են արդյունքները։ Ուրեմն ես այդ հարցին անդրադարձել եմ անմիջապես ընտրություններից հետո, երբ այո, երկկողմանի երկուսն էլ սկսեցին դժգոհել, որ անօրինական են անցել։ Եվ իմ հարցը միանգամից ճիշտ հնչում էր, որ եթե 90-ական թվականներից ինչքան որ ընտրություն եղել է 1996 թվականից սկսած, գոնե մեկ կողմը ասել է, որ օրինական են անցել։ Մյուս կողմը ընդդիմությունը ասել է, օրինականությունը խախտված է։ Բայց բոլոր դեպքերում փողոց, պայքար եւ այլն, բայց միևնույն է իշխանությունները պահել են իրենց իշխանությունը։ Սա միակ դեպքն էր, որ երկու կողմն էլ ասում էին, որ անօրինական է, պարադոքսալ է, անօրինական է, բայց երկու կողմն էլ գնում են խորհրդարան։ Սա ես համարում եմ աննորմալ երևույթ։ Պարադոքսալը մի քիչ ավելի բան է, աննորմալ երևույթ։ Եթե իշխանություններին դա ձեռ է տալիս ասել, որ նրանք անօրինական են ու ինքը գնում է խորհրդարան, գոնե ընդդիմությունը պետք է ասել դա անօրինական է, ես խորհրդարան չեմ գա եւ չեմ օրինականացնի քո անօրինական։ Այսինքն մանդատները չվերցնեին։ Այո։ Բայց դեպքում ուրիշ ինչ լծակներ են ունենալու։ Եթե մանդատ չունենային, խորհրդարան ներկայացվածություն չունենային։ Ես կարծում եմ, որ երբ որ լծակները կան, կապ չունի խորհրդարանում դու կաս թե չկաս, անցյալ 8-րդ գումարման 5 տարին ձեզ ապացուցեց, որ այդպիսի ընդդիմությունը, խոցելի ընդդիմություն, ինչպիսին 8-րդ գումարմանն էր, ճիշտ է թե ոչ, եթե խոցելի ընդդիմություն է, ուրեմն կարիք չկա եւ նա ոչ մի դեր չի կարողանալու խաղալ։ Ես հստակ կարող եմ ասել, մի մտածեք, որ եթե նրանք վերցնեն ու մտնեն խորհրդարան, ապա խորհրդարանում ինչ որ բան կկարողանան։ Նա իրենք ասում են, որ մենք վերցնում ենք, որպեսզի եթե պահը գա, անվստահություն հայտնելու կամ այլ գործընթացների, մենք կարողանանք, պահ եկած։ Ես չեմ հավատում։ Օգտագործել մանդատը։ Խորհրդարան մտնելու մենակ մի ճանապարհ կար։ Եթե Գագիկ Ծառուկյանը նույնպես մտնում էր, եթե Գագիկ Ծառուկյանի ուժը նույնպես մտնում էր եւ խորհրդարանում դառնում էր 44-61, երբ իշխանությունը զրկվում էր ոչ միայն սահմանադրական մեծամասնությունից, այլ կայուն մեծամասնությունից, իսկ դուք գիտեք, որ կայուն մեծամասնությունից զրկվելուց շատ ավելի այս անձնավորությունը, որ այսպես ջղայնացած նայում է, շատ ավելի թևերը կապվում են, ձեռքները ջարդվում է, այնպես որ հիմա ես կուզենայի նաև անդրադառնալ հենց այդ ամբողջ երևույթին։ Դուք լավ գիտեք եւ ժողովուրդն էլ գիտի, որ պարոն Աղազարյանի հետ մենք ինչ պայքար մղեցինք, որպեսզի փոշիացում չլինի։ Բայց վերջին պահին ընտրություններից 1-2 օր առաջ այսինքն մենք չենք մասնակցում։ Այո, մենք պայքարում էինք, մենք փորձում էինք միավորել, ճակատը ստեղծել, որպեսզի փոշիացում չլինի։ Մենք մեր ձայները չենք փոշիացրել, մենք մեր ձայները տվել ենք այն անցնողներին,
այդտեղ, որոնք տարել են դա, ձայները փոշիացրել են նրանք, հələ պատկերացրեք, իրականում Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը շատ հստակ հետևում էր, թե ինչ է տեղի ունենալու, եւ դա տեղի ունեցավ հետեւյալ ձևով. օրինակ մենք սկզբում կարծում էինք, որ նա կարող է փակել մեր ձևովին, ուժեղ Հայաստանին, բայց երբ որ զգացվեց, որ ուժեղ Հայաստանը բավականին ուժեղ է եւ նրան փակելու դեպքում շատ լուրջ խնդիրներ կառաջանա, ապա Նիկոլ Փաշինյանը ընտրեց այդ երեք ուժերից ամենաթույլ օղակին, Բարգավաճին։ Ձայները իրենց գողացված են թե ոչ։ Որովհետև ես կգամ դրա, մի րոպե, Քրիստին։ Նայեք, ասում են, որտեվ մարդիկ են պահանջում, ասում են այդ զինվորականների հետ կապված, դա է պատճառը եղել, որ անվավեր ճանաչվեն։ Ես դրան էլ կգամ, խնդրում եմ։ Հիմա տեսեք, իրականում եթե մեր ասած ճակատով գնար ընդդիմադիր դաշտը, մեր ասած, ապա Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Բարգավաճի դեմ այդպիսի ակցիաներ չէր անելու։ Ինչու՞, որովհետև 49 ձայնի դեպքում, եթե նա փոշիացումից չստանար, չէ, այդ 13 ձայները, 12 ձայնը, 49 եւ 61, ճիշտ է, ապա 49 ձայն դեպքում անհրաժեշտություն չէր լինի, որ նա Բարգավաճի դեմ այդպիսի ակցիա սկսեր։ Երբ որ այդքան փոշիացում եղավ եւ հարցը հասավ մինչև 61-ի, ահա այստեղ արդեն Նիկոլ Փաշինյանը իր պլանը սկսեց իրականացնել եւ այնպես արեց, որ Բարգավաճը չանցնի, բայց Բարգավաճի 3 մանդատը գողանալով նա հնարավորություն տվեց, որ ընդդիմադիրներն էլ գողանան նրա 2 մանդատը։ Իրականում, այո, Բարգավաճի 5 մանդատներն էլ գողացան։ Իշխանությունը գողացավ իր իրավունքով։ Իշխանությունը Հզոր Հայաստանը կամ Ուժեղ Հայաստանը գողացավ իր կամքով, իսկ Հայաստան դաշինքը ակամա գողացավ, որովհետև Հայաստան դաշինքը հայտարարել էր, որ եթե Ուժեղ Հայաստանը չվերցնի մանդատները, իրենք էլ չեն վերցնի, դա լավ քայլ էր, դա հզոր քայլ էր, այնպես որ իրականում Նիկոլ Փաշինյանի այդքան ձայների հավաքի մեջ եւ Բարգավաճի նկատմամբ այդ ակցիաների հիմքում ընկած է նաեւ այն բոլոր ուժերի փոշիացրած ուժերը, որոնք նպաստեցին Նիկոլ Փաշինյանին, որ 49-ի փոխարեն 61 ձայն ստանա։ Իսկ եթե նրանք հավաքվեին մեկ ճակատով, ինչպես պարոն Աղազարյանը ու պարոն Ասլանյանն են առաջարկում։ Արդեն ընտրությունները եղել է, կային ինչ կա, չստացվեց այդ վիճակատով մասնակցելը։ Հիմա ինչպես հասկանում եմ, դուք ասում եք ձեր ասածից, հա, որ մանդատները չպետք է վերցնել։ Մանդատները այո, չպետք է վերցնել։ Հիմա ձեզ կասեն դուք падգամավոր չեք, դրա համար այդպես նախանձում եք։ Շատ կներեք։ Կասեն դուք падգամավոր չեք, նախանձում եք իրենց, դրա համար եք ասում մանդատները վերցնել։ Ես 5.5 տարի եղել եմ падգամավոր, բայց ես չեմ ուզում, որ ժողովրդին այս խորհրդարանը նույնպես կերակրի իրար վրա ցեղ շպրտելով եւ բեսեդկային խոսակցություններով։ Հասկանում եք, այն որ ասում են մենք կգնանք, այնտեղ այսպես կանենք, վերցրեք 5 տարի կներեք, վերցրեք 5 տարի։ Կարողանում են։ Ինչպես։ Գուցե կարողանում են այնպես խորհրդանում եք գեներացնել, որ փողոցում էլ պայքարի։ Ես չեմ հավատում, որովհետև ուժեղ Հայաստանը չունի գաղափարական են ամբողջ ուժը, որ կարողանա դա անել։ Դա հնարավոր չէ։ Ավելին ես վախ ունեմ, որ
Նիկոլ Փաշինյանը խոցելի մարդկանցից ուժեղ Հայաստանի կազմից սիրուն գեղեցիկ իր սահմանադրական մեծամասնությունը ձայն կգողանա կստիպի չի գողանա ինչպես ասում է պատերով կտամ սենց կանեմ բոլորիդ բոմբ կդարձնեմ այո կդարձնի որովհետև ինքը արդեն անցնում է ավտորիտար կառավարման համակարգից տոտալիտար կառավարման համակարգի իսկ դա վտանգավոր է ինքը արդեն այդ սահմանագիծն անցնում է որովհետև եթե պետության ղեկավարը դեռևս չհաղթանակած սկսում է սպառնալ ու դեռ իշխանությունը չվերա արտադրված ինքը արդեն սկսում է հաշվեհարդար տեսնել ուրեմն ասում է ժողովուրդն է ինձ մանդատ տվել որպեսզի քրեա օլիգարխիան վերացնեմ պատերազմի եռագլուխ կուսակցությունը վերացնեմ ու հիմա գործում է ըստ ժողովրդի մանդատի ինչպես ասում է ստում է ինչպես 5 տարի ստել է նաև այս մարդուն ստել է իմ նման հազարավորներին որոնք հավատացել են իրեն ստում է Ինչու է ստում, ասում է սա նստելու է, հիմա Գագիկ Ծառուկյանից սկսել է Սա իրավական պրոցես է, պարոն Ասլանյան, թե քաղաքական է Քաղաքական, ոչ մի իրավական չկա Շատ կներեք, եթե Գագիկ Ծառուկյանը օրենքներ էր խախտել բայց այս 8 տարի ուր էր 8 տարի ոչ մի բան չկար Բավական եղավ, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտ ներկայացնի անմիջապես բացահայտվեց Նույն ձևով էլ բոլոր նրանք դա տոտալիտարիզմի արգումենտներից մեկն է ինձ հանկարծ ձեռք չտաս թե չէ ես քեզ կուտեմ հասկանա գազան է հասկանալի է սա է ճշմարտությունը այս ամբողջ շրջանում ինքը մենակ մի բան է անում վախի մթնոլորտ սպառնալիքներ պետական մեխանիզմը ուզածի պես ճնշման տակ է պահում բոլորին իսկ մենք գիտենք փոքր երկիր ենք փոքրականակ երկիր ենք գրեթե բոլորս բոլորին գիտենք մենք գիտենք ով ոնց է հասել որոշակի հաջողությունների ինքն էլ լավ գիտի դրա համար էլ մատ է թափ տալիս եթե այսօր ուզում եք որ մենք լուրջ արդյունքի հասնենք այո քիչ առաջ ես կարդացի որ անցնող տեղերից 3 անց չէ մանդատներից հրաժարվել են այո ինքնաբացարկի դիմում ինքնաբացարկն է ես ողջունում եմ իրենց Եվ տասված, որտեղ պետք է, որ ոչ մեկը չվերցնի, պետք է, որ... Բայց, պան Ասլանյան, իրենք այնքան շատ ձայն ունեն, իրենք իրենց կարող են նիստեր գումարել, օրենքի նախագծեր են ընդունել։ Շատ կներեք, 5 տարվա մեջ կարող եք ասել... Այս ընթացքում էլ ընդդիմադիրները չեն մասնակցել նիստերին, բայց իրենք արել են իրենց... Մի րոպե, կարող եք ասել, քանի նախագիծ են անցկացրել ընդդիմադիրները նախորդ 5 տարվա 8-րդ գումարման ժամանակ, կարող եք ասել Քանի նախագիծ է Նիկոլը թողել որ անցնի Քանի նախագիծ թիվ ասեք իմանամ ոչ մի նախագիծ 5.5 տարվա մեջ ես չեմ տեսել որևէ մի բացի այն հանրային մի քանի քննարկումներից որ կազմակերպել էին որոնք էլի իրենցից ոչինչ չէին ներկայացնում Լսեք սիրելիներս, բավական է ժողովրդին կերակրեք սուտ խոստումներով։ Նայեք, նախորդ գումարման ժամանակվա նորից եմ կրկնում, եթե դուք բոլոր խոսույթներից դուրս հանեք, իրար վրա ցեղ շպրտելը, բեսեդկային խոսակցությունները, ապա դուք կտեսնեք, որ բացարձակապես 5% էլ չի մնում խոսակցություն բյուջեից, որևէ հարցի քննարկումից,
եւ այլն, հասկանում եք, նույնն է լինելու այստեղ։ Նախորդ ժամանակ Քոչարյանի թիմը հայտարարեց, մենք գնում ենք խրամատավորվելու եւ ներսից քայքայելու։ Քայքայեցիք, չքայքայեցիք։ Դուք ինքներդ քայքայվեցիք եւ 28-ի փոխարեն ստացաք 11 ձայն։ Հիմա ավելի վատ է լինելու։ Իսկ հիմա ես նախորդ իմ հարցազրույցի ժամանակ ասի, ամենաճիշտն են կլինի, որ ընդդիմադիրները դուրս գան, ոչ մի նշանակություն չունի, որ նրանք ներսում չեն։ Դրսում ուզածի պես ժողովրդին պատրաստեն այս նոր գալիք, այսպես ասած, չարիքների դեմ պայքարելուն։ Ժողովրդին ասեն, մենք խորհրդարան չենք գնում, բայց մենք դրսում պատրաստվում ենք։ Բոլոր ընդդիմադիր ուժեր, եկեք հավաքվենք, բոլոր ընդդիմադիր հայրենասեր ուժեր։ Ռեսուրս չկա այս պահի դրությամբ ասում են այդ հանրությանը փողոց դուրս բերելու ռեսուրսը չկա, որտեղ տրամադրությունները այդպեսին չեն։ Հանրությունը այդպես հաշտ է արդյունքների։ Աշխատեք հանրությանը կարողացեք, փողոցիչ հարցը չի։ Փողոց պետք է դուրս գալ ընդամենը 1-2 օրով եւ հարցը լուծել։ Իսկ որպեսզի փողոց դուրս գաս ընդամենը 1-2 օրով ու հարցը լուծես, կամ լավ, ընդամենը 1 շաբաթով, դու պետք է նախքան այդ փողոցում այնքան ուժեր գեներացնես, որ վստահ լինես, որ այդ ուժերի դեմ Նիկոլը ոչ մի քայլ հակաքայլ չի կարողանալու անել։ Հասկանում եք, ուրիշ տարբերակ չկա։ Որովհետև եթե մտնում եք խորհրդարան, ուրեմն նրանք օրինականացնում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը եւ դրանով իսկ օգնում են Նիկոլի հետ միասին դառնում են մանդատագող։ Երեքը Նիկոլն է գողանում, մեկը ուժեղ Հայաստանը, մյուսը Հայաստան դաշինքը։ Պարոն Ասլանյան, քանի որ դուք այդպես աշխատել եք, հա, իրենց հետ 5.5 տարի։ Այո։ Հիմա ամեն օր եթե լսենք ասում են, այ եկեք ձեզ դաստիարակելու ենք, եկեք բոքսի տանձիկ եք դառնալու։ Այս ամենը հաշվի առնելով ընդդիմությունն էլ ասում է, որ ասում է իրենք դաստիարակության կարիք ունեն ու այդպես այս պայմաններում նոր ձևավորված խորհրդարանում ինչ սպասել, այ ով է ում բոքսի տանձիկը դառնալու, ծեծ ու ձարքի պակասնելու է։ Իմ ասածն ինչ է, գալու են, կանգնելու են ամբիոնի առջև եւ սկսելու են իրար վրա ցեղ շպրտել։ Օրինակ, ես կարդում եմ ԿՊ-ի падգամավորներից մեկ ասում է, մենք անհամբեր սպասում էինք, որ իրենք գան, որովհետեւ մենք իրենց շատ հարցեր ունեն։ Նրանք ոչ թե ասում են եկեք, որպեսզի մենք միասին երկրի հարցերը քննարկենք, այլ եկեք, որովհետև մենք ձեզ հետ հարցեր ունենք։ Սա ձեզ չի նշանակում, որ դա բազար է։ Դա սովորական։ Իդեպ ասում եմ, որ նաև այսպիսի տեսակետ կա, որ գործող խորհրդարանը նոր ձևավորվող 5 տարի ժամկետով չի այսպես ձգելու ու արտահերթ ընտրություններ են լինելու։ Ես էլ եմ այդ կարծիքին, որովհետև մանավանդ եթե չվերցնեն, առնվազն 1 տարի հետո օրինակ եւ իրենք հայտարարեն, որ մենք խորհրդարան չենք գնում, որովհետեւ համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը անօրինական է եւ մենք չենք ուզում օրինականացնել նրա անօրինական վերարտադրությունը եւ մենք չենք գնա խորհրդարան, թող ինքը մենակ ինքն ասի, ինքը լսի, որովհետեւ եթե խորհրդարանում չլինի այս ընդդիմությունը, իրենք ընդամենը 2 շաբաթ հետո, այսինքն ինչու եմ ասում 2 շաբաթ հետո, 1 շաբաթ, 2 շաբաթ հետո երկրորդ լիագումար նիստ, այլևս խոսելու բան չեն ունենա, որտեվ այնտեղ նստած չի լինի հեռավար կփանավիճ, հեռավար ընդամենը 2 նիստից հետո, սիրելի Քրիստինե, 2 նիստից հետո ժողովուրդը կասի դուք
աննորմալ եք, թե մեզ եք աննորմալի տեղ դնում։ Այդ մարդիկ այդտեղ չկան, դուք խորհրդարանում նստած եք, դուք պետության հարցերը քննարկեք։ Ինչ գործ ունեք, նրանք եկել են, չեն եկել։ Եթե դուք գնացել եք, նստել եք այդտեղ, բարի եղեք, երկրի հարցերը քննարկեք, հանձնաժողովներում ձեր հարցերը քննարկեք, այդքան երկրի արժև կրթությունից բռնցրած մինչև տնտեսություն ու ազգային անվտանգություն հսկայական հարցեր են կուտակված, ձեր հարցերը քննարկեք, ինչ եք նորից հերահար ձևով խոսում, դա ավելի շուտ, հենց ավելի շուտ կը հեղինակազրկի իրենց, այնքան շուտ կը հեղինակազրկի, իսկ եթե չհեղինակազրկի է, գիտեք ինչ ստացվի, հանկարծ իրենք հասկանան, որ իրենք խոսելու բան չունեն, որովհետև խոսելու բան չունեն, իրենց խոսույթը 95%-ով հենց ապահովում է ընդդիմությունը, որի վրա իրենք ցեխ են շպրտում ու մեղադրանքներ են ասում, գողացակ, սենց արեցիք, նենց արեցիք, աշարք տվեցիք, էս արեցիք, սիրելիներս, սիրելի ընդդիմություն, ընդամենը 3-4 ամիս հետո, եթե դուք չգնաք խորհրդարան, 3-4 ամիս հետո խորհրդարանը այնքան կհեղինակազրկվի, որ ստիպված կլինի նոր ընտրությունների գնա։ Ես համոզված եմ դրանում։ Պարոն Ասլանյան, եւ վերջում, քանի որ արդեն նոր խորհրդարանում պատգամավոր չեք լինելու, որոշել եք մնալու եք քաղաքականության մեջ, զբաղվելու եք քաղաքականությամբ։ Միանշանակ։ Մենք մնալու ենք քաղաքականության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը մեզ լսում է, ժողովուրդը մեզ հարգում է։ Մի հետաքրքիր բան ասեմ։ Օրինակ, ամենասկզբում այո չէին ուզում հավատալ, որ մենք Նիկոլի պրոյեկտը չենք։ Դրա համար հիմա էլ այդպիսի կասկածներ կան։ Կասկածներ կան, բայց մի հետաքրքիր, մենք էլ ենք մեր հետևություններն անում։ Օրինակի համար, եթե 2 տարի առաջ պարոն Ասլանյանին ելույթից հետո մի 50, 60, 80 հոգի մեղադրում էին Նիկոլի պրոյեկտի մեջ եւ մեր դիտողականությունը մի քանի հազար էր ընդամենը, հիմա օրինակ այս վերջին մի քանի հատկապես ընտրություններից հետո մեզ ոչ ոք այլևս չի մեղադրում, համենայն դեպս գրավոր ձևով չի մեղադրում Նիկոլի պրոյեկտ լինելու մեջ մեկ եւ մեր դիտողականությունը տասնապատիկ ավելացել է։ Մարդիկ սկսել են լսել։ Ես շատ ուրախ եմ, ես չգիտեմ ով էր գրել, որ պարոն Ասլանյան, շատ ուրախ եմ, որ դուք այդքան բան գիտեք ու այդքան լավ եք խոսում։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Ասլանյան, զրույցի համար։ Շնորհակալ եմ ես էլ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ մեր զրուցակից այսօր ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։